Սիրո, երջանկության, խաղաղության, ամենալավ տարին թող լինի։ Աստված ջան, շնորհակալ ենք, փառքդ շատ լինի, փառք քեզ, շնորհակալ ենք ամեն ինչի համար, անցած տարվա համար, ու թող այս նոր տարին էլ լինի նենց, որ նայենք երկինք ու էլի ասենք շնորհակալ ենք քեզ Աստված ջան, փառքդ շատ լինի։ Երեխեք ջան, շնորհավոր։ Վահան ջան, եկեք։ Արի Երիկ, երեխեք ջան, էս ի՞նչ նվերներ են։ Այսով այս նվերները առել։ Դու ես առել։ Դու ես առել, մատաղը տնեմ։ Հա, կյանքս։ Հա, ցավը տանեմ։ Իմ Երիկս առել, պապան չի առել, վստահ եմ։ Թե պապան է առել։ Վա Երիկս առել, դե բաց, տեսնենք ում ես, ինչ ես առել, սիրտս։ Հələ բաց իմ տղա։ Պապայինը շատ ջարեդրան, ինչ պատճառով պապային դեսի։ Ես շատ առել, նալը տնակ։ Այ մերնե մարևի։ Я старался. Վայ, կյանքս։ Էս ինչ թանկ ու կրակ։ Էս ինչ թանկ ու կրակ նվեր ես առել։ Մերնե մարևի։ Ուրեմն, մեր պապին լսես դու ինչ եք խոսում։ Ինչ եք, Հələ տուր է Վահանես, հələ տուր, հələ արի նկարի բացեմ, հələ պասեք, ես գործը հանգիստ ասիրում, հələ նկարի ժողովուրդ ջան տեսնեմ իմ տղես, փաթեթավորելա, մերնե մարևիտ, ապրես իմ շնորհքով տղա, ապրես իմ շնորհքով տղա, մի հատ նկարի, տեսնեմ իմ տղես ես ինչա, ցավը տանեմ ապրես դու, Երիկ ջան, աշխարհի ամենաթանկ նվերը, որ կարա մաման ստանա, այդ իր երեխեքից ստացած նվերն է, պապայի նվերն էլ է թանկ, բայց պապան միշտ է անում, իսկ երբ որ արդեն երեխեն է մեծանում, ու անում է, այդ մի հատ ուրիշ զգացողություն է։ Թե դու ինչ էր ուզում։ Էս առավոտ, որի մեջ խոսում էի, ինքը քեզ լսեց։ Հələ հաներ ափսոսում եմ պատրեմ, եկա փող ես տվել, սրան իմ տղա, չէ։ Ձմեր պապին է բերը ասում։ Լսեց դու ինչ էի ուզում, լսեց։ Վաու, էր փազլա։ Հենց այնանից որ դու ուզում ես։ Glittering water lily։ Էս առավոտ չէի խոսում, փոքր կոնֆլիկտը մասը։ Հա։ Ասել է։ Ճիշտ ասում։ Ես այսօր տեսել էի YouTube-ում չէի տեսել, Instagram-ում։ Ասում էի ոնց կուզեի ես էլ ունենայի տենց մի բան։ Ու Երիկս առանց իմանալու, որ ես սիրում եմ, բայ Էրջան դու մամայից զգում ես, կյանքս պաչի կանեմ, ցավը տանեմ, ապրես։ Անչափ շնորհակալ եմ, այս տարի իմ տղային մենք նվեր չենք գնել, շատ դժվարացանք նվերի հարցում, բայց իրա պապան իրան գումար է փոխանցել, իրա քարտին, որ ինքը ինչ ուզենա, այն էլ գնի։ Շատ գեղեցիկ է, անպայման կհավաքեմ ու ձեզ ցույց կտամ անուշներս, անպայման, ջրային այո, water lily, շատ սիրուն, ահա, վրան լեդ լույս էլ կա, տեսեք, ապրի իմ տղեն, ապրես ցավը տանեմ, շնորհակալ եմ Երիկ ջան, շատ, Իմ սիրելիներս, այս տարվա մեր տեսանյութը շարունակվում է, ես դալմայում եմ, շնորհավորում եմ բոլորիդ ամանորը և Սուրբ Ծնունդը, թող 26 թվականն լինի այնքան բարեհաջող,
բոլորիդ համար, ում կյանքում որ եղել են հաջողություններ, թող այդպես էլ շարունակվի անուշիկներս, իսկ ովքեր էլ որ ունեցել են դժվար օրեր կամ կորուստներ, թող մնա անցյալում, պահելով հիշատակ, պահելով լավ հիշողություններ, գնանք առաջ սիրելիներս։ Այս գեղեցիկ հեքիաթն էլ ձեզ համար, տեսնում եք, վաղուց չէի եկել ու չէի նկարել, այսպես, ինչ գնանք, տեսեք, սեղջեր են այստեղ, կոսմետիկաներ, տարբեր, մինչև 25% զեղչով, այստեղից Եղևնին շատ ավելի գեղեցիկ է երևում, թող ձեր կյանքն էլ այսպիսի հեքիաթ լինի, ամեն օրը ձեր հեքիաթ լինի սիրելիներս, ես չկարողացա այս տարի միանալ շատ ավելի արագ, ինչպես անում եմ մյուս տարիներին, հյուրերս շատ էին, ես շատ էի հյուր գնում, չեմ հասցրել, մի խոսքով կմիանամ, կզրուցենք։
եկան, մենք վերադարձանք տուն, ես էլ չնկարեցի, որովհետև Վահանը շեղվում էր, չէի ուզում, որ բարկանար, արդեն գիտի ճանապարհները, էլ չի բարկանա, վերջ, հետո էլ եկանք բակում, արդեն կայանելու տեղ չկար, մի 3 անգամ էլ բակ ենք մտել դուրս եկել, մինչև մի հատ կայանելու տեղ ենք գտել, ինչ գնեցինք, տարբեր տեղերից տարբեր իրեր եմ գնել և այդ մտանք City, նույն այդ Green Line է կոչվում, ընդեղ այդքան չեմ հավանում, բայց վատ բաներ չկան, ձեռքիս է հիմա տեսեք 2 հատ եղունգի լաք եմ գնել, սա տեսեք, սա շատ գեղեցիկ, ինքը մանուշակագույն է, չգիտեմ ինչի լավ չի փոխանցում, իսկ սա շատ մուգ մանուշակագույն է, ժողովուրդ, սև է, չէ ցույց տալի, բայց սև չի ինքը, սպասեք բացեմ, գուցե այսպես երևա, մի րոպե բացեմ, ասեմ ոչ մի էական փոփոխություն տեղի չունեցավ, մի րոպե, տեսնեմ, կլինի թե չէ, չի երևում, բայց ինքը շատ մուգ մանուշակագույն է, սև չի, ես սև գույնը չեմ սիրում ձեռքերին, ճաշակին ընկեր չկա, ես ինքս չեմ սիրում, մի խոսքով ինքը, այսպես, տեսեք, ինքը մուգ մանուշակագույն է, մի խոսքով, հետո Էրիկի համար չինական այսպիսի չիպսեր հայթայթեցի, ինքը սիրում է չինականը, ամեն բան, չգիտեք հիմա այսօրվա մեր երիտասարդները ավելի շատ չինա-կորեական ապրանքներ են սիրում, սա Վահանն է իր համար վերցրել, մենք շատ քիչ ենք գնում նման բաներ, որտև իրենք լավ բան չեն և թույն են իրենց մեջ պարունակում, հաճախ ուտելը շատ վնասակար է, մի քանի օր առաջ լսեցի, որ ձեթ ընդհանրապես չի կարելի օգտագործել, շատ թույն է արտադրում, մի խոսքով սա, ուրեմն ինչ է սա, 26 թվականի օրացույց է Վան Գոգի նկարներով, այսպես, տարբեր Վան Գոգի ստեղծագործություններն են, ուր է արևածաղիկները չկան, չկա արևածաղիկները Վան Գոգի ամենահայտնի աշխատանքներից մեկն է, որը այսօրվա դրությամբ գնահատվում է $80 միլիոն, սիրում եմ երբ տանը կա արվեստ, երբ տղաս էլ է առնչվում արվեստի հետ, պետք է արվեստը կլինի քո ազգայինը թե այլ երկրի արվեստ, դա գիտելիք է, գիտություն է, որը պետք է ամեն մարդ գոնե մի փոքր կրի իր մեջ, եթե ոչ ամբողջապես կարծում եմ դու քո երկրինը պիտի կրես, հետո մտա Մինիսոից ինձ հարկավոր էր հայելի, երկկողմանի հայելի եմ վերցրել խոշորացույցով, բավական լավն է, այսպիսի տեսք ունի, տեսնեմ, կարողանամ ձեզ համար բացել անուշիկներս, ես չգիտեմ ինչ է այստեղ, գնաց օրվանից սա կար, այս նշանը կար, հավանաբար խոտան է, բացեմ, իմ կողմ չեմ շրջում, մազերս, որ ասում է շատ վատ վիճակում են, չնայած որ լողացել է, երևի ժողովուրդ այս ծխից է, չգիտեմ, տաքությունից է, չեմ կարող ասել, բայց մի րոպե, սա չեմ կարողանում, հանեմ, այսպես, ես եմ, մազերս հավաքել եմ, և այս կողմը ուրեմն խոշորացույց է, այսպես, մի խոսքով, սա ինձ հայելի, որ շատ հարկավոր էր, էլ ինչ, մտել եմ ռուժում, բավական լավ զեղչեր էին, բայց ինչքան է լավ զեղչեր լինեին, միևնույն է, շատ չէր զեղչերը, գնել եմ Revlon-ի շամպունը, իմիջիայլոց Revlon-ի մազերի ներկնել է շատ լավը, ես Սինգապուրում մոտ 1 տարի մազերս ներկել եմ Revlon-ով և շամպունը օգտագործել եմ Revlon, այն ժամանակ կար սպորտ, հիմա սպորտը չկա, սա ներկած մազերի համար է, և ասեմ, որ որակապես արտակարգ էր այնտեղ, այստեղ չգիտեմ, առաջին անգամ եմ փորձելու, կփորձեմ ձեզ կասեմ, զեղչվել էր գինը 2600 դրամ, Վահան, թե 1800 էր զեղչվել,
1800 էր զեղչվել, հիշում եմ, սա իր օրիգինալ գինն է, հետո մտա ուրեմն Պիացա Իտալիա, ինձ բլուզ եմ վերցրել, բայց մեծ է վրայովս ժողովուրդ ջան, շատ եմ հավանել, բայց վրայովս մեծ է, զեղչվել էր 15,000-ից 10,500 դրամ, ինքը LXL-ն է, բայց հավանաբար իրենց LXL-ը բավական oversize է, շատ մեծ է, իմ վրա բավական մեծ էր, ես պիտի վերցնեի երևի թե ML-ը, ես անկեղծ չեմ սիրում այդքան շատ շոր փորձել, բայց ինքը շատ գեղեցիկ է, շատ գեղեցիկ բացվածք ունի, մի քիչ լայն բացվածք ունի, շատ լավն է, դուրը շատ եկավ, ինձ շատ սազեց, բայց գիրացրեց, որովհետև մեծ էր, ինձ առհասարակ իմ հագով մեծ հագուստները ինձ գիրացնում են, ես պետք է վերցնեմ իմ կազմվածքի ճիշտ, այսպես հագով հագուստ, եթե վերցնում եմ մի քիչ մեծը, ինձ գիրացնում է, չգիտեմ հիմա Վահանս հավես կանի, տանենք փոխենք, թե չէ, երևի ասումա չէ, լավ չէ, վաղն էլ գնում եմ իմ հարսիկ Անի տարեդարձին, դե ոնց կարող եմ դատարկաձեռն գնալ, դե իր նվերը ցույց չեմ տալիս միայն իմ պստիկիս, իմ քաղցրիկիս, իմ փոքրիկ ավետիս նվերը, այսպիսի ոզնի է, տեսեք ինքը լուսարձակում է, այստեղ գառնուկ է նկարած, բայց ճիշտ նույնն է, տեսեք, լուսարձակում է առաստաղի վրա տարբեր պատկերներ, ինքը ունի իրես երկու հանվող, ինչ են ասում, նասատկային ինչ են ասում, փոխվող այս լինզաները, որ դրվում է և երգում է, այստեղ կա երաժշտություն, մի խոսքով, երբ որ Վահանը միացնի, կմիացնեմ դուք էլ կտեսնեք, այսպես անուշիկներս, սա էլ իմ այսօրվա գնումները, 26 թվականի առաջին իմ գնումներն են իդեպ, մինչ այդ ես խանութ, չէ մի անգամ գնացել եմ հյուրեր ունեի մթերային խանութի ու դրանից հետո էլ չեմ գնացել ոչ մի խանութ, սա առաջինն էր, այսպես անուշիկներս, դե ինչ բոլորիդ համբուրում եմ, ասում եմ առայ, ինչ ողջույն սիրելիներս, ողջույն երկարատև բացակայությունից հետո իսկապես ողջույն, Դալմայում արդեն ձեզ շնորհավորել էի, նաև Սուրբ Ծննդյան կապակցությամբ, բայց էլի շնորհավոր եմ մաղթելով լավագույնս, Աստծո օրհնությունը թող Աստծո աջը լինի բոլորիդ ընտանիքների վրա, սիրելիներս, թող հենց ինքը Աստված լինի ձեր տան թագավորը, իշխի ձեր տունը, որովհետև այդ իշխանությունը ամենալավն է, ամենազորավորն է յուրաքանչյուրիս համար և առհասարակ յուրաքանչյուրիս ընտանիքների համար, ինչ նպատակներ որ ունեք, ես միշտ ասում եմ, որ թող Աստծո ծիրանին լինի մեր զինվորների վրա, որպես Վահան ծածկված լինեն Աստծո ծիրանիով, որպեսզի ոչ մի փամփուշտ չդիպչի մեր զինվորներին ու թող երկնքի համար ևս լինի այդ ծիրանին Վահան հայոց աշխարհի երկնքի համար, որպեսզի մեր երկինքը միշտ պարզ, խաղաղ և լուրջ լինի, սիրելիներս, նաև թող իրականանան ձեր բոլոր իղձերը, այսօր ամսի 13-ն է և 5 տոմարով, նորից ամանոր է, հուլյան օրացույցով, այսօր ամսի 13-ը համընկնում է դեկտեմբերի 31-ի հետ, դրա համար էլ շատ մարդկանց մոտ այդ ավանդույթը, ազգերի մոտ եղել է այդ ավանդույթը, որը կամաց զիջել է իր տեղը դեկտեմբերի 31-ին, սիրելիներս, բայց ինչպես որ մենք, ես, այնպես էլ և դուք կհիշեք սովետական տարիներին իմ հասակակիցները, երբ բոլորի սեղանները մինչև ամսի 13-ը բաց էր լինում և ինչքան որ ես եմ հիշում, մեր մամաները չէին աշխատում մինչև հունվարի 13-ը, աշխատանքին մեր ծնողների նկատում եմ, որովհետև մամաս էր տանը միշտ բնում, պապաս միշտ աշխատանքի էր, դրա համար եմ ասում մամաս, պապաս տանը չէր լինում, պապաս
առիթը բաց չէր թողնում, երբ որ ամեն բան ռեստորանում մատուցված էր, արդեն խոհանոցից այլևս չէին լինելու պատվերներ, որովհետև կորպորատիվների ժամանակ այդպես է, պատվիրում են հստակ կա մենյու, այդ ամենը պատվիրում են եւ վերջ, խոհանոցը կարող է շատ հանգիստ փակվել, համենայն դեպս այն տարիներին այդպես էր աշխատում Փարոս ռեստորանը, որքան որ ինձ է հայտնի պապաս փակում էր խոհանոցը, ինչը որ ինքը խոհանոցում արտադրության վարիչն էր, փակում էր ինքը խոհանոցը եւ արագ շտապում էր տուն, թեկուզ 12:30, բայց տանը լինելու։ Ես դա շատ լավ հիշում եմ, ինքը ոչինչ չի խնայել մեր համար, միշտ միասին ենք անցկացրել ու այդ առատությունը, որ գալիս էր նոր տարվա գիշերը, ես հիշում եմ չգիտեմ ինչի է հենց կոնկրետ այդ տարինի մեջ տպավորվել, ես 5-րդ դասարանում էի սովորում, 11.5 տարեկան էի, մայրիկս սպասում էր եղբորս ծնվելուն, դա հրաշք մի ծնունդ էր լինելու, բազում կորուստներից հետո ի վերջո մեր տանը մանկանչի չէր լսվելու եւ ասեմ, որ մայրս շատ ուշ է իմացել, որ ինքը փոքրիկի է սպասում, մոտավորապես 7-րդ ամսում, չի իմացել մայրս Եվ մի խոսքով սիրելիներս, այնինչ Աստծո գործն է, ոչ ոք չի կարող խափանել, ոչինչ չի կարող խափանել։ Մի խոսքով, հիշում եմ այդ ձնառատ տարին, 87 թվականը էինք նոր մտել, երևի հունվարի 5-6-ը կլին, պապայիս տարեդական 7-ն էր, պապայիս տարեդարձից հետո էր, այնքան առատություն էր գալիս, այնքան առատություն եկավ այդ տարի, մենք դուրս եկանք, պապաս ասեց, Գայջան հագնվի, Սեդիկին վերցրու, գնանք մի քիչ երեխեքով խաղա, գնացինք, ուրեմն մամաս ու պապաս ձեռքերս բռնել էին, ես կքանստել էի պպզած, իրենք ինձ քաշում էին ու ես տենց սահելով գնում էի, այնքան երջանիկ էի, այդպես էլ ինձ սահելով տուն էին բերում, ես զարմանում եմ, մամաս ոնց էր այդ վիճակով ինձ այդպես քաշում, իհարկե ծանրաքաշ չեմ եղել, նիհար երեխա եմ եղել, չեմ ասում շատ նիհար, մի քիչ մսոտ եմ միշտ եղել ամեն դեպքում, բայց գեր չեմ եղել, բոլորովին գեր երեխա չեմ եղել, գնում էի պարի, շատ գեղեցիկ կազմվածք ունեի, երևի թեթև էի այդ ժամանակ, ինձ այդպես քաշում էին, բայց այդ տարին իմ մեջ այնքան լավ է տպավորվել, չեք պատկերացնի, հետո արդեն եղբորս ծնունդը սպասված, շատ սպասված, շատ, այսպես տարիներ սպասված ծնունդ էր եղբորս ծնունդը, դրա համար մենք իրեն շատ ենք սիրում ու շատ ենք ուշադրության կենտրոնում է միշտ եղել մեր բոլորի կողմից, բայց երես չենք տվել, ինչպես որ մամաս ինձ երես չի տվել 12 տարի միակ երեխան լինելով, այնպես էլ եղբորս որպես ուշ ծնունդ երես չի տվել, մենք չենք սիրում երես տալ, մենք սիրում ենք սիրել լինել մեր ուշադրության կենտրոնում պահել երեխային, բայց միևնույն ժամանակ դաստիարակել եւ ուղեկցել դեպի կյանք, որպեսզի ինքը կյանքում խոչընդոտների առաջ, երբ որ կանգնի, ինքը իմանա ինչպես պիտի վարվի, ինչ քայլի դիմի, հիմնականում մարդկային բոլոր, այսպես տեսակներով, մարդու բոլոր են լավագույն տեսակներով ենք փորձում դաստիարակել։ Մի խոսքով սիրելիներս, տեսեք նոր տարուց, Սուրբ Ծնունդից ուր եկա հասա, երևի կարոտել էի ձեզ հետ նաև զրուցելուց, դա էր պատճառը, նաև որ այս զրույցը այսպես ընթացավ, ինչ ենք արել, մենք միայն գնացել ենք Անիի տարեդարձին, բնականաբար, չեմ նկարել, չնկարեցի, որտեղ Վահագն էր նկարում, Անիի մաման ու պապան էլ էին նկարում, այդպես ես էլ չնկարեցի, հա, դե հետո գիտեք, իրենք շատ չեն սիրում, որ YouTube-ում հայտնվեն, դե չեն սիրում, պետք է հարգել նաև իրենց կարծիքը, ինչ ասեմ սիրելիներս, մեր պստիկը մեծանում է, շուտով կլինի 3 ամսեկան եւ ես զարմանում եմ ոնց է ինքը արդեն ձայներ է արձակում, արդեն ինչքան ժամանակ, 2 ամիսը նոր էր լրացել, տեսանյութեր ունեմ, իհարկե Անին դե չի համաձայնվի բնականաբար տեղադրել սիրելիներս, դա նորմալ է, կարծում եմ, որ դա նորմալ է, յուրաքանչյուր մամա
ինքը ունի իր օրենքը եւ դա ճիշտ է։ Ես հարգում եմ Անին, շատ սիրում եմ ու բնականաբար չեմ խախտի, բայց այդ տարիքից պիտի տեսնեք, թե ոնց է ինքը գղգղում։ Ես զարմանում եմ։ Մեր ժամանակ չկար նման բան։ Ես հիշում եմ մեր բոլոր բալիկները, դե ես ամենամեծը ես եմ եղել, տատիկիս թոռներից, 11 թոռներից ամենամեծը ես եմ եղել։ Ես հիշում եմ, որ 8-9 ամիս մինչև 1 տարեկան կապում փաթաթում էին, աչքերն էին կապում երեխայի եւ 8-9 ամսեկանում հազիվ գղգղում էին, ասում էին՝ վայ աղու է ասում, վայ գղա է ասում։ Ես շատ շուտ եմ խոսել, դրա բառապացույցները ունեմ բոլոր, այն ժամանակ կասետներ կային, կհիշեք տափակ կասետները, մինչև 6 տարեկան ունեմ իմ ձայնագրությունները, 1 տարեկանից մինչև 6 տարեկան ծնողներս ինձ ձայնագրել են, մանկապարտեզի 3 խմբերի բոլոր բանաստեղծությունները անգիր գիտեի, ես բոլոր ներկայացումների հեղինակն էի, բացումը ես էի անում, դա շարունակվեց նաև դպրոցում արդեն, ասմունքի ժամերը, գրականության ժամին ասմունքը իմն էր, ես պիտի բացեի, հետո պիտի փակեի այդ օրվա դասը, մի խոսքով պոեզիան իհարկե եւ նաեւ ընթերցանությունները, հետո արդեն դա շարունակվեց համալսարանում, Աճարյան համալսարանում, որտեղ ես սովորել եմ եւ շատ գոհ եմ, իմ դասախոսները իրենց աշխատությունները տալիս էին, որպեսզի ես ընթերցեի լսարանում ամբիոնից, շատ էի սիրում այդ աշխատանքը, ցավոք չշարունակեցի, մի խոսքով ուզում եմ ասել, որ այսօրվա բալիկները շատ արագ են խոսում, շատ արագ են ճանաչում, շատ արագ են ըմբռնում, խաղալիքները նկատում, խաղում, իրենց կաթի շիշն են պահում, շատ հետաքրքիր է, շատ հետաքրքիր ժամանակներ են եկել սիրելիներս, մի խոսքով, այսպես անուշիկներս, դե ինչ, ես ձեզ ուզում եմ մաղթել լավ օրեր, ես դեռ չեմ հավաքել իմ Եղևնին, տեսեք, տոնածառս դեռ չեմ հավաքել, ամեն ինչ դեռ այստեղ է, ավետս երբ որ հյուր էր եկել, հյուր չէր եկել, սա իր համար, ինքը այստեղ հյուր չի, այստեղ ինքը իր տանն է, երբ որ եկել էր լույսերին էր նայում, հետաքրքիր, նայում էր, այսպես, ձայներ էր անում, մի խոսքով անուշիկներս այս տարին իսկապես յուրահատուկ էր եւ ես շնորհակալ եմ 25 թվականին, շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Աստված տվեց մեզ 25 թվականին, համենայն դեպս միայն լավն է եղել, ես աշխատում եմ մտապահել միայն լավը սիրելիներս, վատ չի եղել, ամեն բան իր հունով գնացել է, դե ինչ սիրելիներս, ձեզ էլ մաղթում եմ երջանիկ ու գեղեցիկ օրեր, ձեզ մաղթում եմ ձյան պես մաքուր հոգի եւ էություն, որովհետեւ մարդը տգեղ չի լինում արտաքինից, մարդը լինում է տգեղ ներքուստ, հոգեպես, երբ մարդու հոգին լավը չէ, որքան էլ որ դեմքը գեղեցիկ ու անուշիկ լինի, հոգին փչացնում է ամեն բան, դրա համար էլ եկեք, որ այնպես ապրենք, որ մեր հոգին լինի գեղեցիկ, արևոտ, լուսավոր, լուսապայծառ, որպեսզի մեր դեմքին էլ դա արտացոլվի, չէ որ հոգին մեր դեմքի վրա արտացոլվում է, երբ որ ասում են դեմքի հայելի, դա հենց հոգու արտացոլանքն է դեմքի վրա սիրելիներս, ես էլ ձեզ գրկում եմ, համբուրում եմ, շատ սիրում եմ, մաղթում եմ լավ օրեր եւ ինչպես միշտ ասում եմ, մնանք Աստծով, ձեզ հետ էր Սեդան, սիրով